Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է մաքսատուրքեր կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, եթե Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի գործարքին։ Ինչու է հիասթափվել Թրամփը Պուտինից, ինչ հնարավոր հետևանքների մասին են ակնարկում ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրները։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Հայդա Կիրակոսյանը։ Հայդա, կարծես տեսնում ենք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության կրկին սուր հարաբերություններ, Թրամփ-Պուտին հարաբերությունները ջերմացումը դառնում է սառեցում։ Ինչ է պատահել, ինչ է կատարվում այս բանը։ Տպավորություն է, որ հակառակ նրան ինչ սպասում էինք, ընդհակառակը համաձայնության չեն գալիս, գոնե այդպես կարծում է Միացյալ Նահանգների նախագահը, Թրամփը հայտարարում է, որ Պուտինը դիտավորյալ ձգձգում է ռուս-ուկրաինական հաշտեցման գործընթացը, ավելին պատժամիջոցների փաթեթ են քննարկում արդեն, ինչի մասին խոսում են նրան մոտ կանգնած աղբյուրները, անձամբ դեռ ինքը չի հայտարարել այդ մասին, չնայած որ ասել է հնարավորինս փորձում ենք զերծ մնալ նոր մաքսատուրքերից եւ պատժամիջոցներից ամեն դեպքում ագրեսիվ պատժամիջոցներ են քննարկում, որը կներառի իդեպ Ռուսաստանի ստվերային նավատորմը, գիտենք դրա մեծ մասը արդեն պատժամիջոցների տակ է, բայց երկրորդ անգամ պատժամիջոցներ դնել դրա վրա արդեն կնշանակի իսկապես ագրեսիվ վարմունք։ Ռուսաստանի ապօրինի նավթի վաճառքի մոտ 70%-ը իրականացվում է հենց այս նավատորմի, ստվերային նավատորմի միջոցով եւ սա բավականին մեծ հարված կլինի Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանին։ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ զայրացած է եւ դրա մասին լրագրողներին ասել է, որ Պուտինը ձգձգում է հերիք չէ, մի բան էլ ասում է, որ սպասենք այնքան, մինչեւ դրսից կառավարող ուժ կգա Ուկրաինա, մինչեւ Զելենսկիին ընտրությունների միջոցով փոխարինող կգտնվի։ Սա եւս Թրամփի սրտով չէ, նա կարծում է, որ սա արվում է կրկին երկարաձգելու ժամանակ շահելու համար։ Եվ եթե Թրամփը դեռ վարչակազմի հետ քննարկում է պատժել թե ոչ կամ պատժելիս ինչպիսի պատժամիջոցներ կիրառել, ապա սենատորները եւ սենատում ամերիկյան կարծես թե միակարծիք են եւ կարծում են, որ պետք է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ մշակել եւ կիրառել։ Ասեմ ավելին, դեմոկրատ եւ հանրապետական երկու սենատորներ արդեն օրինագիծ են մշակել։ Ես մեջբերեմ օրինագծի փաթեթից փոքրիկ հատված։ Օրինագիծը 500% մաքսատուրք կսահմանի ռուսական նավթ, գազ, ուրան եւ այլ ապրանքներ գնող երկրներից ապրանքների ներմուծման նկատմամբ։ Ասեմ, որ օրինագծին արդեն կողմ են քվեարկել 100 սենատորներից 50-ը, որոնցից 25-ը հանրապետական է, 24-ը դեմոկրատ եւ 1-ը անկախ։ 4 կոնգրեսականներ, 2 հանրապետական եւ 2 դեմոկրատ արդեն համաձայնել են այս օրինագիծը ներկայացնել ներկայացուցիչների պալատ։ Մեջբերեմ, մենք աջակցում ենք կայուն, արդար եւ արժանապատիվ խաղաղություն ապահովելու նախագահ Թրամփի ձգտմանը, ասել են օրենսդիրները։ Ասեմ ավելին, այս 50 սենատորները մեծ հույս ունեն, որ երկկուսակցական մեծ աջակցության միջոցով օրինագիծը իսկապես կընդունվի եւ ուժի մեջ կմտնի։ Այդա այս հայտարարությանը Կրեմլից արձագանք որևէ տեսքով եղել է եւ եթե եղել է, ապա ինչ տեսքով։ Պատժամիջոցներին եւ նաեւ սենատորների բերած օրինագծին ուղիղ չեն արձագանքել, բայց Կրեմլից խոսել են ռուս-ամերիկյան հարաբերությունների այս պահի եւ այս ընթացքի մասին։ Կրեմլի խոսնակը Պեսկովը նշել է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության միջև աշխատանքները, բանակցությունները շարունակվում են, կանգ չեն առել, բայց քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը բազմաշերտ է եւ կան բազմաթիվ տեսակ հարցեր, որոնց միանգամից լուծում գտնել հնարավոր չէ, դրա համար աշխատանքներն այսքան երկարում են։ Տպավորություն է, որ Պեսկովը հասկացնում է, թե ոչ թե ժամանակ ենք ձգում, այլ պարզապես իսկապես բարդ է եւ շատ ավելի ջանք է պետք ներդնել։ Անդրադարձ է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը Սերգեյ Լավրովը, նա նշել է այս հայտարարությունների ֆոնին, որ շուտով սպասվում է երկրորդ հանդիպումը դիվանագիտական Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև, իդեպ սա եւս կկայանա Ստամբուլում եւ կրկին քննարկվելու է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման հարցը։ Այսօր արդեն ամերիկյան դիվանագիտական աղբյուրները հայտնեցին, տեղեկություն տարածեցին այն մասին, որ Ռուսաստանի նախագահի մերձավոր շրջապատից մեկը ներկայացուցիչներից մեկը Պուտինի նա իդեպ ուղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավարն է Կիրիլ Դմիտրիևը, նա կարող է առաջիկայում մեկնել Վաշինգտոն, առաջիկա ասելով իդեպ հստակեցրել են, դա կարող է արդեն տեղի ունենալ այս շաբաթ եւ նրա դեմ ես որքան գիտեմ պատժամիջոցներ են կիրառված, նա սանկցիաների տակ է եւ հիմա պիտի Միացյալ Նահանգներում հանեն այդ սանկցիաները, որպեսզի նա կարողանա մուտք գործել Վաշինգտոն, երևի թե այդ process-ով պայմանավորված էլ պարզ կլինի, որքան շուտ դա հնարավոր կլինի անել։
Այսպիսով այս հանդիպումից եւս բավականին շատ բան է կախված եւ տեսնենք երբ Պուտինի ներկայացուցիչը կժամանի Թրամփի մոտ եւ ինչպիսի ընդհանուր հանգուցալուծման կգան, արդյոք Թրամփի զայրույթը կկարողանա կոտրել։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից ներկայացնելու համար։